Պարոն Գյուրեղյան, արդեն հայտնի է, որ ամենայն հայոց կաթողիկոսի այցը դեպի ցեղասպանության հուշահամալիր, որտեղ պետք է նաև մեր սուրբ նահատակների ոգեկոչման եւ հիշատակման առիթով պատարակ մատուցվեր, հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել եւ ըստ էության ստացվում է, որ հանրային հեռուստաընկերությունը հայ հանրությանը արդեն չի ծառայում։ Դա նոր է, թե վաղուց կար նման գործելավոճը հանրային հեռուստաընկերության կողմից։ Հանրային հեռուստացությունը երբեք իր նպատակին չի ծառայել այս ամբողջ տարիների ընթացքում եւ հիմա էլ զարմանալի չէ, որ իր նպատակին չի ծառայում եւ նա հայ ժողովրդի հանրային հեռուստատեսությունը չէ եւ ոչ միայն իր քարոզչությունը չի բխում հայ ժողովրդի շահերից, այլև ընդհակառակը հենց ուղղորդված դեմեգործում հայ ժողովրդի շահերին։ Դրա համար հիմա երբ պետական քաղաքականություն է դարձել այն բոլոր ատրիբուտները, որ հաջորդի ինքնության խորհրդանիշներն են, արմատներն են, պայքարը գնում է դրա դեմ եւ հայ եկեղեցու այս աննախադեպ հալածանքները եւս այդ ուղղության եւ այդ տրամաբանության մեջ են մտնում։ Բայց իզուր է այդ ամենը, ոչինչ չի ստացվի, դարեր շարունակ Հավերամյակներ շարունակ հայ եկեղեցին ենթարկվել է նման հարձակումների, բայց սովորական մահկանացուն չի կարող պայքարել հայ եկեղեցու դեմ։ Պարոն Գյուրեղյան, դժվար ժամանակներ ենք ապրում, իհարկե շարժվելով դեպի ցեղասպանության հուշահամալիր չես կարողանում մտովի ինչ որ մի պահ չտեղափոխվել 111 տարի առաջ հայերի ցեղասպանության վայրագ դրվագների պատկերացման մեջ մտնել, ուղղակի հոգումդ ամեն բան ալեկոծվում է, հիշելով, թե ինչ անգութ արարքների, ինչ անգութ վերաբերմունքի արժանացան հայերը որպես քրիստոնյաներ, հայ մայրերին, հղի կանանց, երեխաներին, ուղղակի բոլորին կոտորեցին։ Եվ այսօր էլ անգամ հանդգնում է նույնիսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գնահատական տալ նրան, թե ինչ արեցին երեք մեր երիտասարդները Երևանի փողոցում այրելով թուրքական դրոշը։ Ինչ պետք է անի հայ մարդը, հայ հասարակությունը, որ իր մեջքը ուղի, իր արժանապատվությունը վերականգնի եւ ամեն մի երկրի իրավունք չտրված որևէ մեկը թեկուզ նախարարության մակարդակով հայտարարություններ տարածի եւ խառնվի մեր երկրի ներքին գործերին։ Ես նախ առաջ ասեմ, որ հաջորդի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում եւ նաեւ հետո արևելյան Հայաստանի շրջաներում շարունակաբար դա աշխարհում ամենամեծ ոչրագործություններից մեկն է։ Ցեղասպանությունից մեծ ոչրագործություն աշխարհում չկա։ Եվ իզուր չէ Հիտլերը ասել, որ ով է հիշում հիմա հայոց ցեղասպանությունը։ Ինչ պետք է մենք անենք։ Միայն եւ միայն կերտենք ազգային պետություն, ինքնիշխան պետություն, ինչպես երեք դու ասեցիր, ինչ շատ դուր եկավ քո ասածը, հավատ առ Աստված, հավատ առ հայրենիք, հավատ առ ինքնիշխանություն։ Հրաշալի խոսքեր են եւ կարծում եմ դա պետք է հասնի մեր բոլոր հայերի սրտերին եւ հասկանան դրա կարեւորությունը, հասկանան, որ դա զուտ խոսքեր չեն, դա ապրելու միակ միջոցն է մեր ժողովրդի համար։ Ուրիշ բան ես չեմ կարող ասել։ Էլ ինչ պետք է անեն, էլ ինչ։ Ես ասեմ, իմ ազգին ցեղասպանության ենթարկած պետությունը իմ ոսոխն է եւ չի կարող իմ ոսոխը չլինել։
եւ նրա բարեկամները նույնպես իմ ոսողն են։ Ես չեմ կարող նրանց հետ եղբայրություն անեմ, նրանց հետ համերաշխություն անեմ, մինչև որ իրենք ներողություն չեն խնդրել հայ ժողովրդից, չեն հատուցել այդ իրենց ոչրագործության համար։ Օրինակ գերմանացիները ընդունեցին այդ հрьяաների ցեղասպանության խնդիրը, ներողություն խնդրեցին եւ ոչ միայն ներողություն, այլև հատուցեցին, մինչև օրս հատուցում են հрьяաներին, որը տեղ ունեցավ հայերի ցեղասպանությունից հետո, քանի որ հայերի ցեղասպանությունը չէր դատապարտվել, դրա համար տեղ ունեցավ։ Եվ հիմա հрьяաները եւ գերմանացիները շատ հանգիստ կարող են շփվել միմյանց հետ։ Իսկ այն պատրանքը, որ կարելի է Թուրքիայի հետ, մեզ ցեղասպանության ենթարկած պետության հետ հարաբերություններ ունենալ եւ բարեկամական լինել, դա խաբեություն է, դա սուտ է, դա պատրանք է, դա չի կարող լինել, որովհետեւ նրանք այսօր եւ երեք եւ ավելի շուտ նույնն են, ոչինչ չի փոխվել, ուղղակի փոխվել է նրանց հագուստը, դարել է կոստյում եւ փողկապ, բայց իրանց ձեռներն ու բերաները մնացել են արյունոտ, ոչինչ չի փոխվել։ Բայց արդյոք մենք մեր ոսոխի չլինելը եւ մեր պահանջատիրության հետևից գնալով կարող ենք խաղաղություն հաստատել։ Ուրեմն ես ասեմ, այդ հարցը իրականում ատրիբուտ չէ։ Խաղաղության ատրիբուտը դա միայն եւ միայն նախ եւ առաջ ցեղասպանության հարցը, հայկական հարցը լուծելն է եւ նաեւ դա արդեն քաղաքագիտական աքսիոմա է, ուժային բալանսի հավասարակշռությունն է։ Այսինքն ոչ թե երկու պետությունների, մեր ու Թուրքիայի, այլ տարածաշրջանում պետք է լինի երկրների պետությունների ուժային հավասարակշռություն։ Այդ դեպքում պատերազմներ չեն լինի։ Իսկ եթե այդ հարցը բարձ է, հայկական հարցը լուծված չէ, հանցագործը, ոչրագործը միշտ ուզում է վերացնել այդ հարցը, իսկ ամենալավ մեթոդը չկա Արցախում հայ, ուրեմն այդ հարցը լուծված է։ Հիմիկվա իշխանություններն էլ են ասում, Արցախի հարցը լուծված է, հանգարց չասեք Արցախի հարցը լուծված չէ, ինչու են այդպես ասում, որովհետև նրանք չեն ծառայում Հայաստանի շահերին, այլ ընդհակառակը դեմ են Հայաստանի շահերին։ Եվ մենք խնդիր ունենք, հաջորդը մեծ խնդիր ունի ստեղծել ազգային պետություն։ Առանց ազգային պետության մենք 21-րդ դարում արդեն ենթարկվեցինք ցեղասպանության։ Արցախում եղել է ցեղասպանություն։ Ով որ կարող է ասել, բա չեն կոտորել, չեն արել, պետք է անպայման 2 միլիոնից ավել մարդ, դրանք տգետներն են, որ նման բաներ են ասում։ ՄԱԿ-ում ցեղասպանությունը որակող կետեր գոյություն ունի։ Եվ այդ կետերից գոնե մեկը, եթե համընկնում է, դա կոչվում է ցեղասպանություն։ Գնացեք, կարդացեք, սովորեք եւ մի մոլորեցնեք մեր ժողովրդին։